Երբ խոսում ենք ջազի, հայկական ջազի մասին մասնավորապես, չենք կարող այսպես չանդրադառնալ այն երգչուհիներից մեկին, ով չպատկերացնել հենց նրան, չէ՞։ Այո, ով տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր նախընտրած երաժշտական ոճին, ժանրին եւ շարունակում է հենց այդ ժանրում էլ ստեղծագործել ու պարգևել իր հեքիաթային հնչյունները ու ձայնը իր սիրելի հանդիսատեսին, մեր տաղավարում է Այո, երգչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը։ Բարի լույս, շնորհավորում ենք այսօրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալ եմ անչափ, որ այսօր ես եմ այս տաղավարում հյուր, չնայած որ համոզված եմ, որ անթիվ անհամար երաժիշտներ եւ կատարողներ կան այսօր Հայաստանում, ովքեր արժանվույնս ներկայացնում են ջազային երաժշտությունը եւ իհարկե կարող են ասել, որ իրենք ստեղծում են այսօրվա հենց այդ տրամադրությունը եւ որակը, որը կա հայաստանյան ջազային արվեստի մեջ։ Այնպես որ շատ շնորհակալ եմ եւ ուզում եմ ասել, որ դուք այսօր շատ սիրուն եք երեխեք։ Շնորհակալություն փոխադարձ։ Շնորհակալություն, այո, ես ուզում եմ մի փոքր հետ գնանք եւ հիշենք, թե ինչպես եղավ քո ծանոթությունը ջազի հետ։ Ոյ, ես ասեմ, որ իմ ծանոթությունը ջազի հետ եղել է հենց մեր տանը, որովհետեւ մեր տանը կային շատ ձայնապնակներ, ձայնասկավառակ չէր այն ժամանակ, ձայնապնակներ էին, իմ ծնողների ձայնապնակները, այն երաժշտությունը, որով իրենք ապրում էին եւ մեծացել էին այդ երաժշտության ներքո, եւ ես ակամայից կարծես այդպես լինելով փոքր, երևի թե դա եղել է, երբ արդեն գիտակցել եմ դա ինչ երաժշտություն է եւ որքանով է այնից դուր գալիս, եղել եմ երևի թե 10 տարեկան։ Երբ մեր տանը հայտնաբերեցի Էլլա Ֆիցջերալդի ձայնապնակը եւ այդպիսի օր չկար, որ ես չլսեի այն եւ գիտեի բոլոր երգերը անգիր ու ինձ պատկերացնում էի, որ ես կանգնած եմ լինելու մի օր բեմում եւ երգելու եմ այդ երգերը Իսկ երբ եղավ այդ առաջին անգամ, երբ կանգնեցիր բեմում եւ երգեցիր այդ երգերը, հենց այս ժանրին։ Այդ պահը եղավ, բայց այդ պահն էլ եղավ շատ հետաքրքիր, որովհետեւ այն ժամանակ, երբ ես սկսեցի արդեն հաճախել Հենիկ Իգիթյանում ստեղծված ջազային փոփ երգչախումբ, անսամբլ ավելի ճիշտ, մենք սկսեցինք երգել արտասահմանյան երաժշտություն, երգեր, Beatles, տարբեր ամերիկյան աստղերի երգերից եւ ես երևի 14 տարեկան էի, 14 տարեկան էի, երբ եկա ասեցի Աշոտ Վլադիմիրոviչ, Աշոտ Բզնունին էր այն ժամանակ արդեն ղեկավարում մեր անսամբլը, ասեցի ես ուզում եմ այս երգը երգել, ինքը զարմացավ, ասեց, ես որտեղից ես պեղել այդ երգը, ասեցի այ ձայնապնակում, չնայած գիտեի բոլոր այդ երգեր, բայց չգիտեմ ինչու, հենց այդ ստեղծագործությունը, որը կոչվում էր Sweet Georgia Brown, այդ ստեղծագործությունն էր ինձ գերել եւ բավականին բար ջազային էլեմենտներով էր այդ երգը եւ ինքը ասեց ես դեմ չեմ եւ գործիքավորեց։ Իդեպ այդ երգը հենց նաեւ եղավ առաջին երևի թե իմ հայաստանյան այսպես լուրջ քայլը դեպի բեմ, երբ Արտուր Գրիգորիչը ինձ հրավիրեց Ասուպ մրցանակաբաշխությանը, ես արդեն դպրոցը պիտի ավարտեի այդ տարի եւ ես որպես լավագույն ջազային երիտասարդ կատարող հանդես եկա հենց այդ երգով եւ այն եղավ ինձ համար առաջին այսպես լուրջ բեմելը որպես Զարուհի Բաբայան եւ որից հետո եւ հենց այդ ժանրում, այո, եւ դրանից հետո Արտուր Գրիգորիչից ստացա հրավեր երգի պետական թատրոն ընդգրկվելու եւ ինքը ինձ համար սենց մի առանձնահատուկ երգ դարձավ եւ ճանապարհ, այո, չնայած ես երբ ինձ հարցնում են միշտ մատնանշում եմ երևի թե երկու ստեղծագործություն, իհարկե մի քիչ իրենք ոճային տարբեր են, բայց չգիտես ինչու իմ սրտում իրենք ունեն այսպիսի կարևոր կետեր եւ կարևոր տեղեր, դա երկրորդ ստեղծագործությունը Կիլիկյան է, որը երգել եմ 2 տարի հետո արդեն երևի թե հետո եւ արդեն երկար տարիներ այդ երգը իմ երգացանկում է, բայց միշտ ասում եմ, որ իմ երգացանկի գոհարը դա Կիլիկյան է։
Բայց ես ունեմ համոզմունք, որ նույնիսկ մեր հին հայկական եւ ժողովրդական եւ հին հայկական ստեղծագործությունների մեջ, նույնիսկ եթե հեղինակային մշակումներ են, միևնույն է կա այդ ազատությունը, որը իր մեջ պարունակում է ջազը։ Ես կարծում եմ, որ ջազը առհասարակ իրենից ներկայացնում է հենց այդ ազատությունը, երբ դու կարողանում ես ստեղծագործել եւ ցույց տալ այն ամենը, ինչ կա քո մտքում, քո հոգում, քո ինչ հնարավորություն տվել է քեզ քո շնորհքը եւ առհասարակ ինչով է քեզ օժտել է Աստված, որովհետեւ ես կարծում եմ դա շնորհք է իսկապես։ Իսկապես այլ երաժշտական ժանրերը ունեն որոշակի, չասենք սահմանափակումներ, այլ ձևաչափեր, բայց ջազը դա բնավորությունն է, դա տրամադրությունն է, դա ինչպես նշեցիր, ազատությունն է, վոկալային խաղ է, հենց այս ազատությունն է, որ քեզ գրավել է եւ տարել է դեպի ջազը։ Ազատություն ասելով իմպրովիզներ ենք պատկերացնում բեմում, որ կարելի է եւ թույլատրելի է։ Թույլատրելի է, այո, որովհետեւ առհասարակ եթե այսպես հետ նայենք, կան ջազային ստանդարտներ, որոնք իրենցից ներկայացնում են շատ գեղեցիկ, պրիմիտիվ, մեղեդային գիծ։ Տուն կրկներք, բայց մի տան եւ կրկներքի շուրջ ստեղծվում է այնպիսի մի երաժշտություն, որը հազարավոր կարող է ունենալ երանգներ, տեսակներ, ներկայացման ձևեր եւ հենց դա ջազն է, որովհետեւ երբ մենք առհասարակ անդրադառնում ենք ջազին, հասկանում ենք, որ այստեղ հենց մարդու մտածելակերպն է, այսինքն ոնց ես դու զգում, ոնց ես պատկերացնում, ինչ ես ուզում եւ դրանով ինքը շատ լայն է։ Դրա համար է ինձ համար ազատություն։ Բայց այնուամենայնիվ դու ինչպես եւ սկսեցի, շարունակեցիր նվիրված քո ճանապարհը հենց այդ ուղով եւ տարիների ընթացքում մենք չտեսանք, որ Զարուհին ինչ որ կուլ գնա տրենդներին, կուլ գնա պոպին։ Իհարկե ես եթե լինեմ մի քիչ անկեղծ, փորձել եմ նման բաներ անել, բայց պարբերաբար ջազային երաժշտությունը անընդհատ եղել է իմ ճանապարհին եւ ես անելով տարբեր բաներ, փորձելով տարբեր ժանրեր, միևնույն է ամեն անգամ վերադարձել եմ եւ ունեցել եմ շատ հետաքրքիր։ Օրինակ այսօր ապրիլի 30-ն է, ջազի միջազգային օրն է։ Ես եւս միանում եմ բոլոր շնորհավորանքներին, որովհետեւ ես տեսա թե ինչքան կարկառուն դեմքերի դուք անդրադարձաք եթերի ընթացքում, ովքեր որ իսկապես ստեղծել են հայկական ջազային երաժշտությունը, եւ ես այնքան ուրախ եմ, որ այդ մարդկանց մեծ մասի հետ ես առիթ եմ ունեցել բեմում աշխատելու եւ բոլորին շնորհավորում եմ եւ ամեն անգամ փորձել եմ ապրիլի 30-ը, եթե ոչ ամեն տարի, ապա պարբերաբար ապրիլի 30-ը ինձ համար գոնե տոնել հենց այդպես, ունենալ, չգիտեմ, փոքր համերգ ակումբում, ունենալ մեծ համերգ մեծ բեմում, բայց այնպիսի համերգ, որը հենց ջազային տրամադրություն եւ ջազային երաժշտություն է իր մեջ պարունակում։ Եվ ես անչափ ուրախ եմ, որ այսօր նաև կարող եմ ձեզ փոքրիկ նվեր մատուցել, իհարկե սա վերջին ձայնասկավառակն է։ Իմ վերջին ձայնասկավառակն է Ջազ Զարա անվանումով։ Իհարկե այս ուղղակի որպես հուշանվեր է, որովհետև սկավառակը բոլոր թվային հարթակներում կա արդեն։ Բայց այսպիսի փոքրիկ նվեր ձեզ, աղջիկներ։ Շնորհակալություն համահունչ այսօրվա հետ։ Հա, եւ ես այնքան ուրախ էի, որ եթերում տեսա թե Մարտին Վարդազարյանին, թե Ստեփան Շաքարյանին, թե Օրբելյանին, թե Հյուսնունցին, թե Արմեն Մարտիրոսյանի մասին խոսվեց եւ ես բոլորի հետ առիթ եմ ունեցել շփվելու եւ այս ձայնասկավառակի մեջ շատ հետաքրքիր է, բայց կան ստեղծագործություն Ալեքսանդր Աճեմյանի երգացանկից, Մարտին Վարդազարյանի, Ստեփան Շաքարյանի, Կոնստանտին Օրբելյանին անդրադարձել եմ շատ երկար տարիներ առաջ իմ առաջին ձայնասկավառակի մեջ նույնիսկ եւ առիթ եմ ունեցել իր հետ հանդիպելու, շփվելու եւ նաեւ իր երեկոյին մասնակցելու եւ այս ձայնասկավառակը ինձ համար շատ թանկ բան է, որովհետև այստեղ նաև կան ստեղծագործություններ, որոնք գրվել են հատուկ այս պրոյեկտի համար, երիտասարդ արդեն հեղինակների կողմից, իմ ընկերների կողմից, եւ այստեղ կան Արսեն Գրիգորյանի ստեղծագործությունները, Սերգեյ Մանուկյանի, մեր հայ ջազմեն, ով բնակվում է Ռուսաստանում, այստեղ Սիրուշոյի ստեղծագործություններից կա, այստեղ կան երգեր, որոնք որ եղել են Մարտին Վարդազարյանի, Շաքարյանի մեղեդիները, բայց որոնց վրա չի եղել երգ։ Ես հիշում եմ մենք հանդիպել ենք հենց այս թեմայով, հենց մեր տաղավարում զրուցել ենք։ Ում անունները կառանձնացնես քեզ համար այս ժանրից։ Այս ժանրից համաշխարհային եւ վերադառնանք հայկական։ Ես երևի թե Էլա Ֆիցջերալդին նշեցի, որովհետեւ հենց իր երգը եւ իր ուղեցույց է եղել։ Այո, ես այդ
տպավորություններով կարծում եմ այդ տաղանդով այսպես ոգեշնչված եմ եղել, երբ որոշել եմ, որ այս երաժշտությունը ինձ ամենաշատն է գրավում եւ անթիվ անհամար ամերիկյան ջազը այնպիսի մի հարթակ է, որ կարող ես թվել ու թվել անուններ, իսկ հայկական երգարվեստում ես բնականաբար չեմ կարող մատնանշել Տաթևիկ Հովհաննիսյանին, որի երգով եւս շատ տպավորված եմ եղել եւ առիթ եմ ունեցել երգի թատրոնում իր հետ հանդիպելու, նա ինձ լսել է եւ այնքան հետաքրքիր է, այսպիսի մի բան ասվեց, որը որ ասենց շատ էր իմ մեջ տպավորվել, ասեց Ինչ ափսոս, որ մենք այդքան հեռու ենք, ես Միացյալ Նահանգներում եմ, դու Հայաստանում, ես շատ կուզեի, որ դու ինձ մոտ սովորեիր, ես ասի պատկերացնում եք, ես ինչքան կուզեի ձեզ մոտ սովորել, այո, հա, բայց ցավոք այս հեռավորությունը այնպեսին է, որ Չնայած այդ տարիներ առաջ եթե on-line այսպիսի հնարավորություններ լինեն, երևի թե նույնիսկ կանդրադառնայինք այդ տարբերակին, բայց ինչև է։ Եվ երաժիշտները, ովքեր որ ում հետ որ աշխատել եմ եւ առիթ եմ ունեցել շփվելու, իրենցից շատ բան սովորելու եւ ասեմ, որ այն տարիներին Տաթևիկ Հովհաննիսյանի հետ մեկտեղ Զարատոնիկյան, Էռնա Յուզբաշյան, այդ մարդիկ էին, ովքեր որ իսկապես երևի թե հիմքն են դրել ջազային նաեւ երկարվեստի, կատարողական արվեստի այսպես։ Մենք կարող ենք այսպես շատ երկար զրուցել Զարու հետ մեր տաղավարում, բայց կարող ենք շարունակել զրույցը այս գործողությունից, որովհետեւ այսօր Զարուհին մեզ հետաքրքիր բաղադրատոմս է ներկայացնելու, թե ինչ կիմանանք փոքրիկ դադարից հետո։ Այսօրվա մեր եթերը ոչ միայն տոնական է եւ երաժշտական, այլև անակնկալներով լի, քանի որ նույն ինքը Զարուհի Բաբայանը ջազ կատարող երգչուհին պատրաստի։ Այո, հիմա վերադարձանք։ Այնքան իր մեծ իրադարձություններ, որ պատկերացնես ինչ մեծ հնչողություն վայելեց մեր տաղավարում։ Այո, այդպես ներկայացրեց իրանը, այդպես ներկայացրեց։ Զարմացել, որ ես խոհանոցում եմ, դա շատ հազվադեպ կատարվող բան է։ Բայց շատ հաճելի տեսարան է Զարուհի Բաբայանը եւ խոհանոցը։ Այո, Զարուհի շատ։ Ես գիտեք, հաճախ չես լինում ինչպես հասկացանք խոհանոցում։ Շատ ուշուշ եմ լինում, դրա համար երբ որ լինում եմ, ամբողջ ընտանիքը հիացմունք է ապրում եւ նույնպես տոն է դառնում։ Ինչ համեղ է, այո։ Ամեն անգամ ասում են ինչ համեղ է, որ ես ոգևորվեմ հաջորդ անգամ շուտ ավելի հայտնվեմ խոհանոցում, բայց այդպես չի լինում։ Ես խոհանոցում հայտնվում եմ, երբ դրա անհրաժեշտությունը ուղղակի շատ է։ Եթե չէ, ես շատ հեռու եմ խոհանոցից եւ ես գալիս էի, երբ որոշեցինք, որ ես լինելու եմ այսօր խոհանոցում, մտածեցի ինչ պատրաստեմ, որպեսզի երկու գեղեցիկ աղջիկներին դուր գա այն ամենը, ինչ ես պատրաստել եմ, քանի որ նիհար, սիրուն, մտածեցի առողջարար աղցան այսօր ձեզ համար պատրաստեմ, քյարաուզով աղցան։ Ահա, կասես երբ ասում ենք քյարաուզ, ապա այն ասեմ նշանակում է առողջարար։ Շատ քիչ բան է պետք է այս աղցանի համար քյարաուզ, ցանկալի է լավ սենց խոշոր եւ գեղեցիկ ձողերը լինեն, պոպոկ, հավի կրծքամիս, միակ բանն է, որ պետք է նախապես խաշվի, խաղող եւ թթվասեր։ Շատ հետաքրքիր համադրություն է, այո, ասեմ, որ այս բաղադրատոմսը առաջին անգամ մեր տանը պատրաստեց քույրիկս եւ շատ հավանել էինք եւ այլևս այս աղցանը շատ մեծ տեղ ունի մեր սեղանին, բայց շատ հազվադեպ է հայտնվում մեր սեղանին։ Չէ, ասեմ, որ մեր սեղանին շատ հաճախ է հայտնվում, պարզապես միշտ չէ, որ ես եմ պատրաստում։ Ես դեմ չեմ, որ ուրիշը պատրաստի, ես ուտեմ։ Կան ինչ-որ հատուկ մթերքներ, որոնք որ հաճախ ես օգտագործում հենց կապված ձայնի հետ, այդ ձայնալարերի առողջ վիճակը պահպանելու հետ, թե դրանք միֆեր են։ Մի զավեշտալի բան ասեմ, դրանք իրականում միֆեր են, իհարկե բաներ կան, որոնք խանգարում են եւ գրգռում են ձայնալարերը, բայց այդպես որ ասեմ ինչ-որ հետաքրքիր բան կա, որը որ շատ լավ անդրադառնում է ձայնալարերի վրա, մի քիչ սուտ կլինի, բայց մի շրջան կար, երբ շատ ուժեղ ձայնալարերս վնասել էի, որովհետև հիվանդ ժամանակ երգել էի եւ բժշկի մոտ էի եւ բուժում ստացա բավականին երկար Եվ ամենակարևորը, ինչը բժիշկները խորհուրդ են տալիս, եթե ունես ձայնալարերի հետ խնդիր, դա լռությունն է։ Շատ ճիշտ ընտրություն է։ Ամուսինս շատ լուրջ ասեց Արտուր Մուշեղովիչը իմ շատ լավ ընկեր, բժիշկ, շատ
լավ երևանցի, ասեց Արտուր Մուշեղից ջան, ինչքան ձեզ փող տամ, թող երկար չխոսի, էլի Զառան։ Այդպիսի բաներ կա, բայց իրականում եթե ունես խնդիր, ամենակարևոր բանը լռությունն է եւ պահպանել ձայնալարերը հանգիստ վիճակում։ Իսկ այդ հումձուն միֆ է, կոնյակը հումձու այսպես անկեղծ ասած ես երբևիցե այդ չեմ փորձել, բայց այն մարդիկ ովքեր փորձել են ասել են, որ այդքան էլ չի օգնում։ Ոչ մի առանձնապես բան։ Այնպես Զարուհին սիրում է նախաճաշել առավոտները։ Շատ հետաքրքիր բան ասեմ, ես աչքերս հենց բացում եմ, իսկ ես արտանում եմ շատ շուտ։ Առաջին միտքը, որի ուղեղում ծնվում է, դա շուտ իջնեմ հաց ուտելու։ Որովհետև այսպես քաղցած ես նույնիսկ արտանում։ Այո, ես արտանում եմ արդեն քաղցած։ Ես կարող եմ ճաճ։ Այո, ես գտել եմ իմ նմանին, այո։ Ես առաջին միտքն է, արթնացա, всё, իջնեմ շուշուտ ուտեմ, մի բան ուտեմ, կարող եմ չճաշել, կարող եմ նույնիսկ չընտրել, հա, բայց չնախաճաշել չեմ կարող։ Դա իմ ամենասիրած, գիտեք, ու ես սիրում եմ, որ ես առավոտյան ոչ միտեղ չեմ շտապում, նստում եմ, նախաճաշում եմ, հետո սրճում եմ, հետո ինչ լավ է, չէ՞ նկարագրում։ Գիրք եմ կարդում, միլը հաճելի երաժշտություն եմ լսում։ Գիրք կարդալու ժամանակ առավոտյան չի լինում։ Հետո շփվում եմ, որովհետև մեզ մոտ շատ հազվադեպ է լինում, որ բոլորը կարողանան հավաքվել մի սեղանի շուրջ ամեն օր, բոլորը տարբեր ժամերի են գնում աշխատանքի, բոլորը առավոտյան նախաճաշի այդ ժամը այն ժամն է, երբ կարելի է բոլորին տանը բռնացնել։ Բռնացնել, գոնե, այո։ Դրա համար այդ իմ ամենասիրելի ժամանակն է, հատկապես երբ տաք օրերը արդեն գալիս են, դու կարող ես նույնիսկ բակում սրճել, այդ իհարկե վայելել մաքուր օդը։ Այո, դա առանձնատան ամենա երևի թե գայթակղիչ պահն է, երբ դու կարող ես այգում սրճել։ Բայց չմոռանանք, որ այսօր ապրիլի 30-ն է եւ ջազի միջազգային օրն է, Զարուհի, եւ հետաքրքիր է ըստ քեզ, ինչ վերաբերմունք ունի այսօր երիտասարդները, չէ, այդ ժանրի նկատմամբ։ Մեծ է հետաքրքրությունը։ Չեմ կարծում, որ մեծ հետաքրքրություն կա, բայց այսօր կա հնարավորություն ջազային երաժշտությունը միքսել տարբեր ժանրերի հետ, որոնք մի քիչ ավելի կարծես գրավում են երիտասարդներին։ Ես ունեի համոզմունք, որ նրանց ընդհանրապես այդ ժանրը չի հետաքրքրում, բայց երբ ես օրինակ անդրադարձա այս ձայնասկավառակին, ես հասկացա, որ ես այնուամենայնիվ պիտի այն կյանքի կոչեմ, իսկ հետո արդեն երբ այդ երգերը սկսեցի կամաց-կամաց ներբեռնել եւ կամաց-կամաց երիտասարդները եւս ունեցան հնարավորություն լսելու այդ երգերը եւ մասնակից դառնալ այդ համերգներին, ես հասկացա, որ հետաքրքրությունը այնքան էլ քիչ չէ։ Եվ առաջ օրինակ խոսում էին, որ ջազային երաժշտությունը կարելի է համատեղել, կար ջազ բլյուզ, կար ջազ ռոք, հիմա նոր առաջ եկած երաժշտական ոճերը եւս շատ հանգիստ խառնվում են ջազային երաժշտության հետ, ինչը որ ավելի հասանելի է դարձնում ջազային երաժշտությունը երիտասարդների համար, ես նույնիսկ հիշում եմ կար մի ժամանակ, երբ նույնիսկ ժողովրդական երգերը չէին հետաքրքրում երիտասարդներին եւ այն տարիներին, երբ մենք երգի թատրոնում սկսեցինք այդ ստեղծագործությունները միքսել եւ տարբեր նոր մեկնաբանային երանգներ, այո, տարբեր երանգներ, նոր մեկնաբանություններ, այդ երաժշտությունը սկսեց շատ ակտիվ, այսպես հետաքրքրության առիթ դարձավ երիտասարդների համար։ Եվ այդ միքսը շարունակվում է մինչև այսօր, բարբերաբար բոլոր հնարավոր տարբերակներով։ Այո, հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդները շատ լավ ծանոթանան եւ շատ լավ իմանան մեր ազգային երաժշտությունը։ Այսօր ջազային երաժշտությունը եւս այդ տենդենսը ապրում է եւ շատ խառնուրդներ են լինում երաժշտական ոճերի, որոնք որ ավելի հետաքրքրացնում են։ Դրա համար ես այս ձայնասկավառակում եւս փորձեցի մի քիչ անդրադառնալ նաեւ մեր հին, կարելի ասել այսպես, էստրադային ջազային հեղինակներին, որովհետեւ ես կարծում եմ
Համաշխարհային ջազային երաժշտությունը, եթե ավելի տենց ամերիկյան ջազային երաժշտությունը շատ արդեն եւ տարածում ունի, շատ ավելի հայտնի է, բայց մեր հայկական ջազային երաժշտությունը, որը եւս շատ ահռելի մեծ, այսպեսի ձայնադարան ունի եւ շատ սիրելի եք վստահ եմ բոլորի համար, այն մի քիչ մնացել է այսպես ստվերում, ես դրա համար որոշեցի այն անպայման ընդգրկեմ այս սկավառակի մեջ, որպեսզի նոր շունչ տամ, որպեսզի եւս հասանելի լինի երիտասարդներին մեր, եւ ես կարծում եմ, որ այսօր այդ երաժշտական ոճային խառնուրդը տալիս է հնարավորություն, որպեսզի հասնել այդ նպատակին։ Օրինակ, շատ հետաքրքիր է, երբ իմ ուսանողներն էլ եւս եկան այդ համերգին, ես մտածում էի, որտեվ անպայման իրենց հետ խոսում եմ, հետո հարցնում եմ, այ ինչ տպավորություն կա, արդյոք ձեզ հետաքրքրեց այդ ջազային ոճը եւ արվեստը, ես հասկացա, որ իրենց մեջ կա շատ այդ ցանկությունը լսելու, երգելու, սովորելու եւ դա ինձ էլ ավելի ոգևորեց։ Մենք Իհարկե որոշել ենք մի քիչ ավելի հետաքրքիր դարձնել մեր ձայնասկավառակը եւ օրինակ ձեր դիմաց դրված են թերթիկներ, իդեպ ես իմ համերգներին անպայման բաժանում եմ եւ հանդիսատեսը միշտ ունենում է այդ թերթիկները, այդտեղ կա քառատող, այո, որը ես շատ հետաքրքիր, ես երբ լսեցի Մարտին Վարդազարյանի երաժշտական կոմպոզիցիաներից մեկը, որը կոչվում էր Զբոսանք, չգիտես ինչու այդ երաժշտությունը երբ լսում էի, միանգամից պատկերացնում էի Երևանը եւ մարդկանց։ Ու այսօր դուք հաղորդման ընթացքում ամեն անգամ անդրադառնալով ջազային երաժշտությանը հայկական, ակամայից այսպես նայում եմ եւ հասկացա, որ այս են մարդիկ են, ովքեր տվել են մեր քաղաքին համ, հոտ, գույն։ Եվ ես հենց այդ մարդկանց մասին մտածելով եւ իրենց ծանոթ լինելով հասկացա, որ ուզում եմ, որպեսզի այդ երգը դառնա հին երևանցի։ Եվ այս քառատողը ինձ հետ միասին արդեն երգում են բոլորը իմ համերգների ժամանակ։ Հանդիսատեսը, այո, որովհետև այս բառերը կամ լինում են իրենց ձեռքերում, կամ էկրանին, կախված նրանից, որ դահլիճում ենք մենք, եւ ինքը շատ հետաքրքիր երգ է, որը պատմում է այն մասին, որ ես շրջում եմ քաղաքում եւ տեսնում եմ այն մարդկանց, ովքեր այսօր գույնն են, համն են, ինչպես ասացի հոտը, մարդիկ ում գործերն անմահ են, մարդիկ ում մենք չենք մոռանում, երգեր, որ անverջ լսում ենք, խոսքեր, որ անverջ իրար ասում ենք, եւ այս քառատողը այսպես, քանի որ տեքստերը բոլոր ես եմ գրել նոր երգերի, մի հատ ձեզ ասեմ, բայց հետո դուք պետք է միանաք։ Այսօրվա հանդիսատեսը ես եւ բոլորն էլ հին երևանցի, գույները համն ու հոտը մեր Երևանի, ուր էլ լինես, սրանից դու լավը չես գտնի, աշխարհն անցի, բայց ուրիշը հին Երևանցին։ 100%, որովհետև ես աշխարհի որ ծայրում էլ լինեմ, ամենագեղեցիկ վայրում էլ գտնվեմ, միևնույն է այդ կարոտը, որ ես ունեմ դեպի Երևանը եւ ինձ շրջապատող մարդկանց, միշտ կա։ Եվ ես միշտ ունեմ ցանկություն շուտ վերադառնալու։ Եվ այսպես է հնչում. Սիրուն մարդիկ եւ բոլորն էլ հին Երևանցի, գույները համն ու հոտը մեր Երևանի, ուր է լինես սրանից դու լավը չես գտնի, աշխարհնացի բայց ուրիշ է հին Երևանցին։ Հիմա դուք միասին։ Ես մենակ չեմ համարձակվի։ Չէ, միասին, մենք երեքով։ Միասին համաձայն եմ։ Դուք երկուսով։ Չէ, Լուսինա երեքով։ Հա, իհարկե։ Մենք գիտենք, որ դու շատ լավ ես երգում։ Հա, Գնացինք։ Սիրուն մարդիկ եւ բոլորն էլ հին Երևանցի, գույները համն ու հոտը մեր Երևանի, ուր լինես սրանից դու լավը չես գտնի, աշխարհնացի բայց ուրիշ է հին Երևանցի։ Մի հատ էլ արդեն լավ է ստացվում։ Սիրուն մարդիկ մեզանից։ Լավ, գնացինք։ Սիրուն մարդիկ եւ բոլորն էլ հին Երևանցի, գույները համն ու հոտը մեր Երևանի, ուր էլ լինես սրանից դու լավը չես գտնի, աշխարհնացի բայց ուրիշ է հին Երևանցի։ Տեսնես լավ է ստացվում։ Բայց մեզ լավ չի ստացվի։ Ստացվում է, բրավո։
Իդեպ այնքան հետաքրքիր է, երբ մենք Մարտին Ցոլակիչի հետ հանդիպեցինք եւ խոսում էի պատմում, ասում եմ Մարտին Ցոլակիչ, ես ուզում եմ այս երգը, այսինքն այս մեղեդին դառնա երգ, լսեց, մենք խոսեցինք Մարտին Ցոլակիչին, եթե ճանաչում եք, ես չգիտեմ, այդքան հետաքրքիր մարդ երևի հազվադեպ է մարդու կյանքում հանդիպում, ինքը կարող է անթիվ անհամար պատմություններ պատմել, իրենք նույնիսկ Ռուբեն Մաթևոսյանի հետ ունեին ռադիոյում մի շատ հետաքրքիր առավոտ ծրագիր էին վարում երկուսով եւ այնքան հետաքրքիր բաներ էին պատմում առհասարակ մեր հայկական երաժշտական կյանքից, դուք պատկերացնում եք, չէ՞, Ռուբեն Մաթևոսյանը ինչքան բան կարող է պատմել, Մարտին Ցոլակիչ ինչ պատմություններ, եւ ինքը sense լսեց Մենք խոսեցինք, ինքը տարբեր բաներ պատմեց, հետո ասեց Զարա ջան, դու ինչ ուզում ես արա այդ երգի հետ։ Ես ասում եմ համաձայն եմ, ինչ ուզում ես արա։ Եվ ծնվեց այս հին Երևանցի երգը։ Երբ ազատություն տվեցին, ծնվեց այս երգը։ Ծնվեց այս երգը։ Եվ այդպես մի քանի ստեղծագործություն, որոնք որ որպես մեղեդի ապրում էին, ունեին իրենց տեղը, բայց իմ հոգում իրենք որպես երգ այսպես ապրում էին եւ ես խմորում էի այդ չգիտեմ ցանկությունը, նպատակը եւ գաղափարը։ Իդեպ տեսեք, մենք խոսում ենք, ասեցինք ազատության մասին, ջազային երաժշտության, ես ուզում եմ մի դեպք ձեզ պատմել, որը անհավանական է իմ կյանքում։ Մի անգամ ես եւ Ջիվան Գասպարյանը հայտնվեցինք Մոսկվայում մի շատ հետաքրքիր փակ միջոցառման։ Մենք ունեինք ծրագիր, ես իմը պիտի ներկայացնեի, Ջիվան Գասպարյանը իր ծրագիրը պետք է ներկայացներ։ Փակ երեկո էր եւ մենք այնքան էինք ոգևորվել եւ այնքան էինք ոգեշնչվել, որ այդ երեկոն, որը պետք է ավարտվեր գիշերը 12-ին, մենք երևի թե մինչեւ 2-ը երեկոն տարել ենք եւ 12-ին երբ մենք ծրագրերը մեր ավարտեցինք, մենք սկսեցինք երգել եւ նվագել ջազ։ Ջիվան Գասպարյանը դուդուկով, վաու, ես երգերով Եվ մենք մեկտեղեցինք մեր հնարավորությունները եւ գիտելիքները, այսպես ասեմ, եւ 2 ժամ ես եւ դուդուկը, այսինքն ես եւ Ջիվան Գասպարյանը երգել եւ նվագել ենք ջազային երաժշտություն։ 2 ժամ։ 2 ժամ, դա անհավանական երեկո էր, ֆանտաստիկ էր, որովհետեւ ես երբեք չէի պատկերացնի, որ կարելի է, հատկապես գիտեք, երևի ես այդ ժամանակ զարմացած էի, որովհետև այնուամենայնիվ Ջիվան Գասպարյանը իր տարիքը եւ իր անցած ճանապարհը ես չէի մտածում, որ իր մեջ այդքան ազատություն կա։ Եվ մենք կարող ենք այդ 2 ժամ անընդմեջ նվագել ջազային երաժշտություն, ես երգեմ, իմպրովիզ անեմ, ինքը անի իմպրովիզ եւ այդ երեկոն իմ մեջ այսպես տպվել է եւ ես հասկացա, որ երևի թե այդպես փոքր բաներն են, որ քո մեջ այդ սերը թողնում են եւ դու հասկանում ես, որ դու ունակ ես անելու ամեն ինչ, ինչ պատկերացնում ես, ինչ քո մտքով անցնում է եւ դրա համար եմ ես անընդհատ շեշտում, որ ջազային երաժշտությունը դա ամենաառաջին հերթին այդ ազատությունն է, որը քեզ տալիս է, որտեվ այնտեղ չկան սահմաններ։ Ես կարծում եմ առհասարակ, երբ որ սահմաններ են լինում, մարդը մի քիչ իրեն կորցնում է եւ մարդը չի կարողանում այն ամենը, ինչ ինքը կուզեր կամ այն ամենը, ինչ ինքը զգում է ներկայացնել։ Իսկ երբ չկան սահմաններ, դու շատ ազատ ես եւ դու կարողանում ես քո մտքին տալ ազատություն եւ կարող ես արարել, ստեղծագործել եւ թևերդ լայն բացել։ Ես Միշտ ասում եմ, ես այնքան երջանիկ եմ, որովհետև իմ ճանապարհին ես հանդիպել եմ այնպիսի ուսուցիչների, որոնք երբեք ինձ չեն փորձել փոխել, չգիտեմ, սահմանների մեջ դնել, այլ հակառակը, իրենք փորձել են միշտ ինձ տալ թևեր եւ թույլ են տվել, որպեսզի ես այն ինչ որ կա իմ մեջ կարողանամ այսպես ներկայացնել հանդիսատեսին եւ երբևիցե չդառնալ ուրիշը։ Մենք բացահայտում ենք իրականում հենց հիմա ձեզ, Զարուհի եւ մեր հեռուստադիտողների հետ միասին լսում ենք, այսպես վայելում ենք եւ քո պատմությունները, որովհետեւ տպավորությունն է, որ ես ու Լուսինեն կարող ենք ընդհանրապես այլևս ոչինչ չասել, որովհետեւ այնքան հագեցած խիտ ու հետաքրքիր պատմություններ կան քո անցած ճանապարհին, որ կարող ես այսպես անverջ կիսվել, մենք էլ լսենք, բայց մեր եթերաժամանակը անverջ չէ, դրա համար պետք է վերադառնանք այն գործողությանը, որը որ հիմա դու իրականացնում ես ու փորձենք հասկանալ ինչ փուլում է այն։ Մենք արդեն մոտենում ենք ավարտին, այս աղցանի
հետաքրքիր պահն այն է, որ շատ արագ է պատրաստվում, որովհետև ինչպես ասացի, միայն հավի կրծքամիսն է, որը պետք է եփել նախապես։ Այստեղ բացի քյարավուզից եւ հավի կրծքամսից կա պոպոկ, կա խաղող, որը հիմա կտրատում որը հիմա ես կտրատում եմ, այստեղ նաև պետք չէ շատ մանրանալ, շատ մանր կտրտել, այսպիսի բաներ էլ պետք չի անել, շատ արագ, շատ հեշտ, ցանկալի է այնպիսի խաղող լինի, որը որ չունենա կորիզի հատիկներ, որ հեշտ լինի ուտել այն, եւ վերջում մենք ավելացնում ենք թթվասերը։ Ձիթայուղը եւ թթվասերը, հա։ Չէ, ձիթայուղ չենք ավելացնում ընդհանրապես, չէ։ Միայն թթվասեր, որտեղ կարծում եմ թթվասերի մեջ արդեն բավական յուղայնություն կա եւ ձիթայուղի, այո, ձիթայուղի կարիք այստեղ չկա։ Ու իհարկե կա սերը, որը միշտ ցանկացած ուտես պատրաստելիս ամենակարևոր բաղադրիչն է, բայց իհարկե ես վստահ եմ։ Ամենակարևոր պահը գիտես որն է, որ շատ հազվադեպ ես լինում խոհանոցում եւ երբ հայտնվում ես խոհանոցում, մեծ սիրով ես անում։ Բայց իրականում ուզում եմ ասել, որ մենք որքան էլ իրականում փորձենք կրկնել այս բաղադրատոմսը եւ կրկնել այն սիրով, ջերմությամբ, միևնույն է այն չի ունենա քո եւ Ջիվան Գասպարյանի 2 ժամանոց համերգի այդ կարևոր բաղադրիչը, որը որ ֆենոմենալ եւ ֆանտաստիկ էր եւ մենք նախանձում ենք, որ հնարավորություն չունենք ունեցել այն լսելու եւ տեսնելու մեր աչքերով։ Անմոռանալի երեկո էր, անմոռանալի ուղղակի։ Մենք դեպի խաղողն է կտրատում, ես կարծում եմ։ Այո, վերջի խաղողն է կտրատում, ավելացնում եմ թթվասերը եւ վերջ։ Չէ, իհարկե չմոռանանք, որ աղ պղպեղ անպայման։ Նու այդ արդեն ըստ ցանկության, որովհետեւ Ես գիտես պատրաստում եմ ուղևորվել այն հատված, որովհետև ինձ հետաքրքիր է, թե ինչ վերջնարդյունք է այն ունենալու։ Անի, մինչև դու գնում ես եւ օգնես Զարուհուն խոհանոցում, ես առաջարկում եմ մի լավ երաժշտություն այս պահին լսենք եւ վերադառնանք տաղավար։ Համաձայն եմ։ Վայելեցինք ջազային նոտաները եւ Զարուհու մոտ ամեն ինչ պատրաստ է խոհանոցում։ Զարուհի, մեկ անգամ եւս հիշեցնենք բոլոր բաղադրիչները, բաղադրատոմսը, քյարաուզ, պոպոկ, խաղող, թթվասեր։ Շնորհակալություն եւ լավ պատմություններ, ջազային հիշողություններ։ Շնորհակալություն Զարուհի, մենք իսկապես շատ ուրախ ենք, որ կարողացանք քեզ հետ զրուցել եւ ջազի մասին եւ նման քո կատարմամբ համեղ բաղադրատոմս վայելել։